Ռուսական 102-րդ ռազմաբազայում մոտ 3 ժամ ընթացան Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ու Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի, ինչպես նաև հայկական ու ռուսական քննչական մարմինների ներկայացուցիչների հանդիպումը։ Հիշեցնեմ, որ հենց այստեղ ռազմաբազայի տարածքում է գտնվում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը։ Թե ինչ է կատարվել ռազմաբազայի տարածքում, քննչական ինչ գործողություններ հարցերի պատասխան ստանալու համար լրագրողները ստիպված էին փակել բազայից դուրս եկող Ավտոշարասյան ճանապարհը, որ կամ հայկական կամ ռուսական կողմից որևէ մեկը տեղեկություն տրամադրի։ Չի ճանապարհը փակել։ Բայց ճանապարհը չի կարելի փակել, հարգելիների։ Բայց ո՞րն է պատճառը, որ չեն հարցազրույց տալիս։ Ճանապարհը մի փակեք։ Ճանապարհը չեն փակում, թող իջնեն հարցազրույցին, երկու հարցի են պատասխանելու։ Բայց բաց փակելը չի կարելի, բացի ճանապարհը։ 102-րդ ռազմաբազայում տեղի ունեցած հանդիպման ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին պարզաբանումներ ներկայացրեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տրուզյանը։ Կողմերը ձեռք են բերել հստակ պայմանավորվածություններ, կարևորելով, որպեսզի այս գործում բոլոր հանգամանքները բացահայտվեն, պարզվեն, որովհետև քրեական գործում կան նաև առանձնահատկություններ, երկու երկրների իրավազորության ներքո գտնվող քրեական գործերով շատ է կարևոր, որպեսզի պատշաճ կարգով ձեռք բերվեն նաև ապացույցները եւ քայլեր ձեռնարկվեն բազմակողմանի քննությունը ապահովելու ուղղությամբ, որովհետև քրեական գործում ինչպես հանրության մոտ, այնպես էլ նաև նախաքննական մարմինը բնականաբար ունի մի շարք հարցադրումներ, որոնք ենթակա են պարզաբանման կարիք։ Իսկ ակնհայտ է, որ լուրջ աշխատանքներ կան անելու քրեական գործով քննության բազմակողմանությունը ապահովելու ուղղությամբ եւ որպեսզի կարողանանք բոլոր հանրության հուզող բոլոր հարցադրումներին տալ պատշաճ տեղեկատվություն եւ այդ հարցերին կարողանանք պատասխանել, այսօր երկու երկրների քննչական կոմիտեների ղեկավարները որոշել են համատեղ եւ փոխգործակցված գործողություններ իրականացնել եւ կստեղծվի նաև այդ աշխատանքները համակարգելու համար կոորդինացնող մարմին։ Հայկական կողմին հանձնելու են, ինչ է պայմանավորված։ Այդ հանձնման ընթացակարգը բոլորովին այլ ընթացակարգ է։ Այս փուլում խնդիր կա դրված, որ յուրաքանչյուր երկրի քննչական մարմնի շրջանակներում բարույթում, որոնք հարուցված են քրեական գործեր, կատարվում է քննություն եւ երկու երկրների քննչական մարմինները կարողանան լիարժեք քննություն իրականացնել։ Քրեական գործի շահերից բխող որոշում է, պայմանավորվածություններ են այսօր ձեռք բերվել, որպեսզի եւ մեր իրավապահ մարմինները կարողանան լիարժեք գործի քննություն իրականացնել եւ ռուսական կողմը հենց հիմա այդ փաստաթղթի վրա շարունակում են աշխատել։ Փաստաթուղթը ստորագրելուն պես դրան կհրապարակվի։ Իսկ հայ քննիչները արդյոք հանդիպել հարցաքննել են Պերմյակովին։ Գիտեք, այդ բոլոր հարցերի մասին լիացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։ Հենց երեք այսքան Հովսեփյանը հրավիրել էր քննչական կոմիտեի նախագահին այդ բոլոր հուզող մեզ մտահոգության տեղիք տվող հարցադրումները քննարկելու համար, որպեսզի մեր քննիչները եւս կարողանան նաեւ լիարժեք քննություն իրականացնել, ոչ միայն մենք, նաեւ իրենց իրավազորության ներքո գտնվող, որովհետեւ կրկնում եմ, այս գործի մի մասով, չէ, նաև ռուսական կողմը ունի լիարժեք քննություն իրականացնելու անհրաժեշտություն կարիք։ Մի մասով նաև մենք, որը որ մեր իրավազորության ներքո գտնվում, առաջնահերթ մենք։ Մենք ունենք երկու կարևոր տվյալ պարագային բաղադրիչ՝ նախաքննության գաղտնիք եւ հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունք, հատկապես այս գործով, որը հուզում է ոչ միայն Գյումրեցյանը, այլ ամբողջ հանրությանը, այսինքն հայ հանրությանը, հայ հասարակությանը եւ տվյալ պարագայում իմաստնավորի նաեւ վարույթն իրականացնող մարմնին, որովհետեւ հասարակական պահանջը նախ եւ առաջ ուղղված է քննիչներին եւ առաջին հերթին հենց քննիչներն են շահագրգիռ ունենալ, ստանալ բոլոր այդ հարցերի պատասխանները։ Ուստի խնդրում եմ փոքր հասկանում եմ, որ այս պարագայում ավելի համբերատար կամ սպասողական լինել ինչ որտեղ արդարացված չի, որտեղ պահանջը կա, բայց նաև վարույթ իրականացնող մարմինը պետք է հնարավորություն ունենա իրականացնելու օբյեկտիվ քննություն եւ մենք չենք կարող առաջնահերթության իրավունքը նաև տալ մի իրավունքին, տվյալ պարագայում հասարակության տեղեկատվության իրավունքին, ստորադասելով նախաքննության շահը։ Խնդրում եմ, մի փոքր ժամանակ տվեք նաև վարույթն իրականացնող մարմնին նախքան ապացույցների բովանդակություն պահանջել։